Պարոն Վարդանյան, Մակարյանն է։ Արի, Մակարյան, արի։ Պարոն ավագ ենթասպա, կրսեր սերժանտ Մակարյան ներկայացած ձեր հրամանով։ Մակարյան, պատրաստվի, որ վաղը գնում ես հրաձգության մրցույթի։ Ես, պարոն Վարդանյան։ Բա քո հետ եմ, կարող տամբուշկի հետ եմ։ Այսինքն չնայած, լավ մի խոսքով։ Ջան։ Մեր զորավասից մենակ դու ես գնալու։ Բա Մինասն է լավ կրակայինից։ Դե, Բշտիկյանը քեզ է ընտրել, Մինասյանը չի ուզում տանի, իրա գործն է։ Հիմա գնում ես, համազգեստդ մի հատ լավ կարգ ես բերում, բատինկեքդ փայլացնում ես, կոկիկ մի խոսքով նայա, անոնց գետնով չտաս, այսինքն ինչի մենակ իմ անունը, ամոք Զորամասի անունը։ Հարց չկա, պարոն Վարդանյան։ Այնտեղ որ կհասնեն, իսկ հաստատ կհասնեն, թե ավագնոված էր, կասես ավագ ենթասպա Վարդանյանը։ Բայց ձեզ ընդ ճանաչում է։ Մեկ էլ տենց բան չասես, թե չի արտահերթ կտամ։ Ինձ ամեն տեղ էլ ճանաչում են։ Հա, պրոբլեմ չկա։ Իսկ բանը ո՞ր զորամասում անելու մրցույթը։ Այնտեղ որտեղ Վարեսյանն է ծառայում։ Լուրջ եք ասում, պարոն Վարդանյան։ Աբա ոնց, սենց որ գնաս դու երևի ինձ մահարի չել ուզենաս արես, չէ։ Կատակ եմ անում։ Այդ երևույթին կբարևես իմ կողմից կպաչես ու կասես Վարդանյանը որի կրե ոտերը ջարդելու է։ Դա վերջա։ Հետո մեն ասել զինվոր ինձ հետ ծիծաղի։ Հրամանատարը ասեց, որ եթե Մակարյանը հաղթի ես մրցույթում, 10-ով արձակուրդ ենք տալիս։ Հաղթած է, պարոն Վարդանյան։ Հələ մի չհաղթեիր։ Վարուժ, վաղը աղբերդ էթում է կրակային մրցույթների ու վարոսը զորամաս։ Լավ է։ Արա լավը որն է, արքայություն աղբեր, ով որ կրի ու ես հաստատ կրելու եմ, այդ նշանակում է օտպուսկ եմ եթալու 10-օրով, հրամանատարսել է, ով կրեց օտպուսկ է գնում։ Արա սիշ լավ օր է, էսիշ լավ օր է էսօր։ Մինասին ոչ մի բան չասես։ Մինասը որ իմացավ, մի բան ցես կպրպտի, մի բան կգտնի, մի բան կանի, որ ինքը գնա։ Չէ, ինչ պետք է անի։ Վարուժ, ես Մինասին լավ եմ ճանաչում։ Ասում եմ Մինասին ոչ մի բան չենք ասում։ Հասկացա՞։ Կասենք որ մրցույթ կա բան, գնում ենք, բայց Վարոսյանը չենք ասում։ Հասկացա՞ր։ Հալը դու արժ չունես։ Նայ խոստացել ես, Վարուժ։ Ինչ է եղել, Լևոն։ Չգիտեմ էլ ոնց ասեմ։ Գնում էի վաշտ, տենամ Բշտիկյանն ու Մելոն իրար հետ կանգնած խոսում են։ Դե պատի մոտ կանգնեցի, ասի լսում տենամ ինչ են ասում։ Հետո Բշտիկյանը Մելոյին լավ ծառայության համար արձակման թերթիկ է խոստացել։ Բայց ինձ զարմացրեց Բշտիկյանի վերջին նախադասությունը։ Ասեց. ամեն ինչ փոխադարձա։ Բա Մելոն։ Մելոն ինչ, Մելոն ոչ մի բան։ Լուրջ չեմ կարող հավատալ։ Արմա։ Ինձ մտածելու տեղիք տվեց Բշտիկյանի վերջին նախադասությունը։ Մանավանդ որ Մելոն դրան շատ հանգիստ վերաբերվեց։ Այ քեզ բան։ Փաստորեն տենց սկսել են լուրջ քփություն անել, էլի։ Դե ես իմ։ Դե ինչ տեսել եմ, էդ եմ ասում։ Ինչ կարանք անենք։ Մեզ մնում ամենակեն, որ իր հետ ստրախով կողորնենք։ Ես եմ Ելենա։ Զինվոր մի րոպե ու դրսում սպասի։ Լսում եմ։ Ջերմությունն էի չափում, պարոն փոխմնդրել։
Ես մի քանի վայրկյանով եմ եկել։ Ելենա, քեզ ասել եմ, որ հրամանատարական պատրաստության մասնագիտական պարապմունքներ ես գնալու։ Ճիշտ այդպես։ Միասին են գնալու։ Մեր պարապմունքները համընկել են։ Ափսոս, որ ես 2 օր եմ մնալու։ Ես այդ ամեն ինչի մասին գիտեմ, պարոն փոխգնդապետ։ Թույլ կտաք հիվանդի ջերմությունը չափեմ։ Իհարկե, Ելենա, իհարկե։ Զինվոր ներս արի։ Զինվոր։